Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, եթերում աշխարհակահաղական զարկերակն է։ Անցնող շաբաթը շատ հագեցած էր տարբեր զարգացումներով։ Իհարկե ողջ հայության ուշադրությունը առավել եւս Արցախի, արցախցիների այս պահի դրությամբ կենտրոնացված է մեր շուրջ, մեր ապագայի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումների։ Այս ընթացիկ շաբաթվա ընթացքում մի շարք հայտարարություններ հնչեցին եւ Հայաստանից եւ այնուհետեւ Ռուսաստանում տեղի ունեցած երակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների, ղեկավարների մասնակցությամբ, որտեղ նշվեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կիլոմետրով։ Այդ 86,6-ը բնական է, սա խորհրդային Ադրբեջանի սահմանն է, որտեղ ներառված է նաեւ Արցախ։ Մեզ համար բնական է, սա անընդունելի է, եւ մենք պետք է սկզբունքային ձևով շարունակենք մեր պայքարը, երբեք չընդունենք այդ մոտեցումները, որովհետեւ մեր ժողովրդի հաստատակամությունից են նաեւ կախված լինելու, ինչպիսի գործընթացներ են տեղի ունենալու։ Տեսեք, աշխարհակահաղականությունը շատ հայտնի է, չէ՞, այն ասացվածքը, որ երկակի ստանդարտներ գոյություն ունեն։ Այո, երկակի, քառակի, չգիտեմ, տարբեր տիպի ստանդարտներ գոյություն ունեն, բայց այդ երկակի ստանդարտները կարող են գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ որ այն ժողովուրդներն ու երկրները, ում նկատմամբ դա փորձում են իրականացնել, հանդուրժող են, պասիվ են, չեն ուզում պայքարել։ Դրա համար տարբեր ստանդարտներ են կիրառվում։ Այսինքն ինչ, մեր ինքնորոշման իրավունքը ավելի ցածր է, քան, ասենք, Դոնբասինը, Ղրիմինը, Կոսովոին, Բոսնիային, մեծ Բալթյան երկրներին, նույն Ադրբեջանին, իհարկե ոչ։ Դրա համար, եթե սկզբունքային ես լինում, գալիս է հատուկ ստանդարտներ, հատուկ չափանիշներ։ Տեսնում եք նույն Ադրբեջանը ինչպիսի քաղաքականություն է վարում եւ փաստորեն իր այդ չափանիշները պարտադրել է բոլորի վրա։ Պետք է սովորենք առաջին հերթին իրենցից։ Իմիջիալոց ասեմ, որ այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարին։ Քննարկել են տարբեր հարցեր, այդ կինը նույնիսկ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, ոչ մի խոսք անգամ չի եղել Արցախի շրջափակման եւ պաշարման մասին։ Սա է իրավիճակը։ Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, ինչու, որովհետեւ կրկին խնդիրը արժեհամակարգի մեջ է։ Առաջի երամսյակի ներկա տարվա Եվրոպան Ադրբեջանից ներմուծել է բնական գազ մոտ 600 միլիոն եվրոյի արժողությամբ։ Իհարկե, ամեն ինչի վրա պետք է փակեն աչքները։ Ակտիվ էր բավականին եւ թեժեր Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացներ։ Այսպես տեղի ունեցավ մեծ յոթնյակի գագաթնաժողովը, G7 կոչեցյալի։ Եվ այնտեղ քննարկվեցին տարբեր հարցեր, բնական է հատուկ ուշադրություն դարձվեց նաեւ Ուկրաինային։ Եվ հայտարարվեց ԱՄՆ-ի կողմից, որ դերևս F-16 կործանիչները չեն տրամադրվելու Ուկրաինային, բայց ուկրաինական օդաչուները կսովորեն վարվել այդ հզոր զենքի հետ։ Ու կարելի է մտածել, որ այնուամենայնիվ մի քանի ամսից անպայման Ուկրաինան այն կստանա, որովհետև այդպես է գործընթացը ընթանում։ Ու տեսնենք, Զելենսկին այնտեղ էր, շատ ջերմ ընդունեցին, տարբեր հանդիպումներ, ընդգծեցին, որ ՆԱՏՕ-ն եւ Արևմուտքը հավաքական Ուկրաինային կօգնի, այսինքն պատերազմը շարունակվելու է։ Իսկ պատերազմը իսկապես շարունակվելու է եւ շարունակվում է ստանալով նոր երանգներ իմիջիալոց։ Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը այն էր, որ վերջնականապես հաստատվեց, որ Բախմուտը կամ Արտյոմովսկը ռուսները վերցել են իրենց վերահսկողության տակ։ Այնտեղ տեղադրվել է եւ Ռուսաստանի դրոշը շենքերի վրա, այնինչ մնացել է այդ քաղաքից, եւ Վագներ զորախմբի, ինչպես նաեւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախագահն է այնտեղ դրոշը տեղադրել։ Ընդհանրապես շատ այսպես իրավիճակը այնտեղ թեժ է, ավելին նույնիսկ ռուսները հրապարակել են որոշ տեսանյութեր, որտեղ վերադարձնում են հայրենիք Բախմուտում զոհված տարբեր միջազգային վարձկանների դիակներն ու դագաղները եւ հատուկ նշել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ից
այդ վարձկանները իրենց դրոշներով եւ այլն եւ այլն։ Ինչ ցույց է տալիս, որ իսկապես աշխարհագրությունը այդ պատերազմի բավականին լայն է։ Ասեմ, որ Բախմուտի վերաբերյալ տարբեր այսպես գործընթացներ են տեղի ունեցել Ուկրաինայում որոշ մարդիկ նույնիսկ Բախմուտը կորցնելուց հետո հայտարարում էին, որ Բախմուտը ուկրաինական է, հաղթելու ենք եւ այլն։ Բայց իրական պատկերը ավելի լավ տեսնելու համար շատ հետաքրքիր է մի քիչ ռազմի դաշտից գնալ դեպի թիկունք։ Այսպես Ադեսայում մեծ խնջույքներ են տեղի ունենում, դիսկոտեկաներ եւ այլն, երիտասարդությունը զվարճանում է եւ կարծես թե որևէ մեկը չի մտածում նույն այդ Արտյոմովսկում, Բախմուտում եւ Ճակատում տեղի ունեցող գործընթացների մասին։ Սա է իրավիճակը, այդ իրավիճակը դժբախտաբար բնորոշ է շատ ու շատ ժողովուրդների։ Ասեմ, որ ներկայի շաբաթվա ընթացքում ուկրաինական դիվերսիոն խումբը, որը ներկայացնում է Ազատ Ռուսաստան լեգիոնը, այսինքն վարձկաններ են հակառուսական, բայց Ռուսաստանից եկած, փորձ կատարեցին ներխուժել Բելգորոդի մարզ։ Այնտեղ ավերվածություններ եղան, նրանք հրթիռակոծեցին տարբեր օբյեկտներ կամ վիրավորներ, բայց ռուսական կողմին հաջողվել է չեզոքացնել այդ խումբը, ոչնչացվել է մոտավորապես 70 գրոհային, տարբեր տիպի զինտեխնիկա եւ այլն, կան նույնիսկ ձերբակալվածներ եւ գերիներ։ Եվ ինչն է նաեւ հետաքրքիր, որ պատերազմական գործողությունները շարունակվել են լրիվ այլ տեղ, Բոսֆորից 140 կիլոմետր հեռավորության վրա, Թուրքիայի տնտեսական գոտում։ Այդ միջադեպը տեղի ունեցել հենց այնտեղ, երբ որ ուկրաինական հատուկ նավերը, որոնք հեռավոր կառավարվող նավեր են, ասինքն անօդաչու թռչող սարքի ծովային տարբերակն է, փորձել են խոցել ռուսական մի ռազմանավի Իվան Խուրսկ անվանումով եւ հարձակում են ձեռնարկել։ Ոչնչացվել են այդ դրոնները ծովային, բայց սա ինչ է ցույց տալիս, որ իսկապես պատերազմը արդեն աշխարհագրությունն է փոխել լրիվությամբ։ Այստեղով էր նաեւ անցնում Թուրքիա գնացող գազատարները Սև ծովի հատակով եւ ռուսները, երբ որ հյուսիսային այդ հատվածում, չէ, պայթեցրին գազատարը, հիմա նաեւ Սև ծովում նրանք հատուկ վերահսկողություն են իրականացնում, որպեսզի նման բան չլինի եւ մենք տեսանք այս ուրեմն հարձակումը։ Ասենք նաեւ, որ ուկրաինացիներն են հարվածել Կրասնոդարի մարզին նույնպես անօդաչու թռչող սարքերով։ Մենք տեսնում ենք այդ զարգացումները, որ իսկապես նոր երանգ են ստանում։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում բարդացել է Լեհաստան-Ռուսաստան հարաբերությունները առնվազն դիվանագիտական եւ տեղեկատվական դաշտում, այսպես Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը խոսնակը Վալոդինը հայտարարել է, որ Լեհաստանը պետք է վերադարձնի Ռուսաստանին բոլոր այն տարածքները եւ փոխհատուցի Ռուսաստանի կողմից Լեհաստանում պատերազմից հետո բոլոր այն ծախսերը, որը Ռուսաստանը իդեմս խորհրդային միության ներդրել է այնտեղ Լեհաստանի զարգացման գործում։ Իսկ սա մոտավորապես 750 միլիարդ դոլար է։ Ավելին ռուսները նաև փակել են լեհական բեռնատարների համար Ռուսաստանի տարածքը, այսինքն այդ բեռնատարները բերելու են բեռները միջև ռուսական սահման, այնտեղ բեռները փոխադրվելու են ռուսական մեքենաներ եւ նրանք են արդեն առաքելու։ Սա մեծ հարված է լինելու մոտ 8.5 միլիարդ եվրոյի Լեհաստանի տնտեսությանը եւ մոտավորապես 20,000 վարորդ փաստորեն կարող են մնան առանց աշխատանքի։ Արևմուտքում մեծ աղմուկ է հանել եւ նրանք այդ ամենի կապակցությամբ մտահոգված են, որ Ռուսաստանում նոր թափ է ստանում տանկաշինարարությունը, տանկերի շինարարությունը։ Այսպես միայն T-90 տանկերը ամսական 100 հատ արտադրվում են։ Եվ սա դերևս սկիզբն է։ Բնական է այսպիսի մեծ քանակությամբ տանկերը իհարկե մտահոգում են արևմուտքին։ Իսկ Ռուսաստանի վարչապետ Միշուստինը այցելել է Չինաստան։ Շանհայում հանդիպել է նա տարբեր բիզնես շրջանակների հետ, որովհետև տեղի ունեցավ Ռուսաստան-Չինաստան բիզնես գագաթնաժողով, այնուհետև հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ, Լիցյանի եւ իհարկե Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։ Քննարկվել են տարբեր հարցեր, Միշուստինը նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր հարթություն տեղափոխել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ասեմ, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում բավականին լարվել է Արևմուտք-Չինաստան հարաբերությունները։ Այսպես նույն այդ մեծ յոթնյակի հանդիպան ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ռիշի Սունակը հայտարարել է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը եւ հնարավորություն ունի եւ մտադրություն փոխել համաշխարհային աշխարհակաղակականությունը եւ որ ամենամեծ վտանգն է դա արևմուտքի։ Այսպիսի հայտարարությունը առաջի անգամ չէ, որ Մեծ Բրիտանիայի ԱՄՆ-ի ղեկավարությունը դա անում է, բայց կրկին նոր, այսպես փոթորիկ է առաջացրել քաղաքական Չինաստանում։ Թուրքիայում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական բանակը պետք է քշի քրդերի քրդական բանվորական կուսակցության եւ ԱՄՆ զորքերին Սիրիայից եւ Իրաքից։ Տեսնում եք, ամենամտերիմ դաշնակիցն ինչ է խոսում։ Բնական է, սա չի բացառվում, որ նաեւ ներքաղաքական երանգ ունի, քանի որ Էրդողանի կուսակցությունից է եւ դրանով ուզում է Էրդողանի համբավը բարձրացնել։ Ասեմ, որ խոսելով ընտրությունների մասին, Թուրքիայում նախագահական շուտով արդեն վերջանալու են այդ ընտրությունները եւ մենք կտեսնենք ով է հաղթում։ Էրդողանը եւ Սինան Օհանը, որը երրորդ տեղն է զբաղեցրել, միավորվում են։ Հիշում եք, մենք դա կանխատեսել ենք։ Սինան Օհանը ադրբեջանական թուրք է եւ Ադրբեջանի հետ ցերտ կապեր ունի։ Ասեն, որ նաեւ Թուրքիայի ընդդիմադիր դաշտը մեղադրել է Իլհամ Ալիևին, որ հենց նա է ստիպել, որ Սինան Օհանը Էրդողանի հետ դաշինք կազմի։ Բայց սա սպասելի էր, չի բացառում, որ խախտումներ լինելու են, ծեղծիկներ են լինելու, Էրդողանը կարող է կռվել, բայց ընտրվելու է, որովհետև նրան սատարում են գրեթե բոլորը, հատկապես եւ Արևմուտքում եւ Ռուսաստանում։ Շատ հետաքրքիր հայտարարություն արեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, որը մասնակցում էր Արաբական լիգայի գագաթնաժողովին։ Նա հայտարարեց, որ արաբական աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ այնքան Իսրայելն է, քան Էրդողանը իր օսմանիզմի, պանթուրքիզմի գաղափարախոսությամբ։ Շատ հետաքրքիր զարգացում է։ Բավականին թեժ էր Աֆղանստան-Իրան հարաբերությունները ներկայիս շաբաթվա ընթացքում։ Մենք հիշում ենք, խոսել ենք դրա մասին, ջրի հետ կապված, որ գետ կա, որի ռեսուրսները աֆղանցիները չեն տրամադրում Իրանին։ Հիմա նույն այդ զարգացումները նոր երանգ ստացան, այսպես հայտարարվեց եւ մեկնարկ տրվեց նոր հսկայական մի ջրամբարի կառուցմանը Բախշաբադ կոչեցյալ, որը ընդհանրապես թույլ է տալու Աֆղանստանին իր այդ ջրային պաշարներ գտե 100%-ով վերահսկել։ Ավելին, այնպես է ստացվել, որ նաեւ որոշ տալիբների ներկայացուցիչներ Տալիբան կուսակցության, հատկապես այն հայտնի գեներալ Մոբինը, ով կանիստր էր հարաճարկում, հիշում եք նախագահ Ռայիսիին, Իրանի հայտարարեց, որ Աֆղանստանը պատրաստ է ջուր տալ Իրանին, բայց 1 լիտր ջրի դիմաց 2 լիտր նավթ պետք է ստանա։ Հետաքրքիր բան է։ Կան որոշ փորձագետներ ասեն, որ նույնիսկ կարծում են, որ այս ամենը կապված է նրա հետ, որ Աֆղանստանում պատրաստում են Բելուջ ահաբեկիչներ Իրանի դեմ պատերազմելու։ Բելուջները մեծ ազգ են, ապրում են Պակիստանում մոտ 6.5 միլիոն, Իրանում մոտ 1.5 միլիոն եւ Աֆղանստանում ավելի քան 600,000։ Եվ այնտեղ փորձում են նաեւ Իրանում անջատողական գործողություններ պատրաստել, միգուցե սրա հետ է կապված։ Բայց այնուամենայնիվ եւ Իրանը եւ Աֆղանստանը սկսեցին բանակցել ջրի հիմնախնդրի եւ հարաբերությունների փոխադարձ բարելավման ուղղությամբ եւ դա իրականացրեցին Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Ասեմ, որ Իրանում շատ հետաքրքիր զարգացում տեղ ունեցավ։ Իրանի 86-րդ ռազմատորմի նավերը վերադարձան Պարսկաստան։ Նրանք 63,000 կիլոմետր շրջեցին աշխարհով մեկ։ Եղան Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Պանամայի ջրանցքով անցան եւ եկան եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ նրանց լավ ընդունեցին հայրենիքում, դրանով ցույց տալով, որ Իրանը դառնում է համաշխարհային ուժ։ Իրանը նաեւ բավականին վերջերս 3 փորձարկեց մի նոր հզոր բալիստիկ հրթիռ, Խորամշահր 4, շատ հզոր է, 2000 կիլոմետր կարող է նույնիսկ թռչել եւ 1500 կիլոգրամ քաշում։ Ամենահզոր զենքն է բալիստիկ Իրանի։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցում Իրանում։ Իսկ Բերլինում կրկին շահարկեցին իրանական Ադրբեջանի քարտը։ Այնտեղ տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան, որտեղ մասնակցում էին իրանական Ադրբեջանի թուրքերը։ Իսկ նախագահ Ռայիսին գնաց Ինդոնեզիա,
պաշտոնական այցով հանդիպեց Ինդոնեզիայի նախագահի հետ, քննարկեցին տարբեր հարցեր, շատ ջերմ ընդունեցին, արդեն ավանդույթ է դարել նաև Իրանում, երբ որ Իրանի նախագահը գնում է սուննիտական երկրներ եւ այնտեղ հանդիպում նաև մզկիթներում։ Նույն բանը տեղի ունեցավ նաև Ինդոնեզիայում։ Իսկ Մոլդովայում նույնպես հետաքի զարգացում տեղի ունեցավ, նախագահ Սանդուն կազմակերպեց մի մեծ հանրահավաք, որը նվիրված էր Մոլդովա-Եվրոմիություն հարաբերություններին եւ Մոլդովայի անդամակցության այդ կազմակերպությանը։ Եվ Սանդուն ասեց, որ սա Մոլդովայի ապագան է։ Բնական է այս ամենը աշխարհաքաղաքական հայտ է եւ չի բացառում, որ համապատասխան ռեակցիա լինի նաեւ այդ վեկտորի հակադիր ճամփարի ներկայացուցիչների կողմից։ Այսպիսին էին մի շարք կարևորագույն զարգացումներ, թանկագին բարեկամներ, կհետևենք եւ կներկայացնենք ձեզ։ Մնացեք բարով, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։